թեմաներ է ստանում, գեփ։ Անհավանական քամբեքով եւ դրամատիկ խաղով առաջին կիսաեզրափակչի մասնակիցները որոշեցին հաղթողին։ Արամ Սահակյանը հաղթեց այս մրցակցությունում եւ դուրս եկավ եզրափակիչ։ Սկսեցինք։ Գիտելիգայում սկսվում է նոր դիմակայություն եզրափակչի հաջորդ ուղեգրի համար։ Չէ, ես գիտեի Սամվելը գիտի։ Ես գիտեի Իշխանը գիտի։ Մրցակիցները փորձում են հետ չմնալ միմյանցից։ Հիշում էի։ Այս մեկը գիտեմ։ Սա ֆենոմենալ ցուցանիշ է, բայց մեկ վրիպում եւ կրկին փոխվում է ուժերի դասավորությունը։ Անցանք, Մոռացանք։ Օլիվիա Վայլդը, հայ։ Միայն գիտելիքն այսօր բավարար չէ։ Հիշողությունս դավաճանեց այսօր։ Այո, հիշողությունը այդպիսի բան է, դավաճանում է, վճռորոշ են դառնում արագությունը, մատադոր, Էդիսոն Կավանի։ բախտը, Չէի ուզի բռնցքամարտի վերաբերյալ։ տակտիկան։ Ես Հայկինն էի ֆիքսել, որ իրանը հանգարց չընկներ, որովհետև հաստատ սխալ էի պատասխանելու։ Երբ թվում է պարտիան մոտ է ավարտին, տեղի է ունենում անսպասելին։ Եվ գործ չունեք։ Եվ միայն կարճ մենամարտը կվճռի խաղի ելքը։ Այսպիսի հետաքրքիր ոճով կորզեց ուղեգիրը եզրափակիչ հանդիպանը։ Բաց մի թողեք գիտելիքի ու արագության լիգան։ Մենք խաղում ենք գիտելիգա։ Ֆուտբոլը լավագույնն է, երբ կողքիդ ընկերներն են սեղանին համեղուտելիք, իսկ բաժակում իսկական քրաֆտ գարեջուր։ Գիտելիգայի հովանավոր նորաբաց դահուկ բիրհաուսը հրավիրում է վայելելու ամենաթեժ ֆուտբոլային հանդիպումները համեղ ուտեստների տեղում պատրաստվող 4 տեսակի քրաֆտ գարեջրի եւ անկրկնելի մթնոլորտի ուղեկցությամբ։ Արի դահուկ բիրհաուս, հավաքիր ընկերներիդ, վայելիր խաղը, բացահայտիր նոր համեր եւ դարձիր արկածի մի մասը։ Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, GoFM-ի YouTube-ի ալիքի եթերում գիտելիգան է։ Սա լիգա է, որտեղ գիտելիքն ամենակարևորն է, թեև վերջին տեղում չէ, նաև բախտի գործոնը։ Դրա վառապացույցն առաջին կիսաեզրափակիչն էր։ Այնտեղ Արամ Սահակյանը հաղթեց եւ ապահովեց իր տեղը եզրափակչում, իսկ Գևորգ Ղազարյանը կորզեց երկրորդ հորիզոնականը Էրնեստ Շաբյանից եւ սպասելու է երկրորդ կիսաեզրափակչին, որպեսզի իմանա իր հետագա ճակատագիրը։ Այսօր երկրորդ կիսաեզրափակչի օրն է եւ ես ներկայացնում եմ մասնակիցների եռյակ։ Սամվել Սուքիասյան, ողջույն Սամվել, քառորդ եզրափակչում շատ բարդ, շատ թեժ պայքարում կարողացար 17 միավորով գրավել առաջին տեղը եւ ապահովել քո մասնակցությունը այս խաղին, ինչ տպավորություններ ստացար խաղից եւ ինչ հետեւություններ ես արել այն չարած գործերից, որոնք եղան։ Բավականին հետաքրքիր էր իրականում փորձել ուժերը եւ տեսնել ինչքան բան ենք հիշում ընդհանուր սպորտից։ Հետևությունները չեմ ուզենա փակագծեր բացել, բայց վստահաբար կան հետևություններ, որոնք կփորձեմ այսօր օգտագործել։ Թող մրցակիցները չիմանան նախ։ Այո։ Մրցակիցներից մեկը Իշխանն է, Մելքոնյան, ողջույն Իշխան։ Ողջույն։ Ֆենոմենալ խաղ ցուցադրեց ձեր ամբողջ եռյակը քառորդ եզրափակչում 22-ական միավոր եւ Արամ Ավագյանի բախտը չբերեց։ Շատ եմ ցավում, որ նա կիսաեզրափակիչ։ Դու էլ վերջին պահին կարողացար ցածկել կիսաեզրափակիչ գնացող գնացքի մեջ։ Ինչ զգացիր այդ պահին, երբ հասկացար, որ խաղալու ես այսօր։ Շատ ուրախացա, որովհետև ընդհանուր խաղը ինձ դուր էր եկել, դե մեր խաղը շատ ինտրիգային էր ստացվել եւ ընդհանուր բոլոր 3 փուլերն էլ շատ առանձնահատուկ են, կա թե բախտի գործոն, թե գիտելիքի բնականաբար, թե նաեւ հնարամտության ավելի շատ տրամաբանության, մի խոսքով այս ամենը իրար հետ շատ հետաքրքիր է դարձնում այս խաղը, վստահ եմ կիսաեզրափակիչն էլ լավը կլինի։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Հայկ Հովհաննիսյան, Հայկ, քո քառորդ եզրափակչում առաջին հայացքից ինտրիգ այդքան չկար։ Վստահորեն գրավեցիր առաջին տեղը 21 միավորով, թե դա խաբուսիկ է, իրականում ամեն ինչ ավելի լուրջ էր։ Բարև ձեզ։ Որոշակիորեն խաբուսիկ է, որովհետև իմ մրցակիցները բավականին էրուդիտ խաղացողներ էին, կարող են եւ բախտի գործոնը իրենց օգտին աշխատել, իրենց ցանկալի թեման ընկներ եւ կարողանային հաղթել, այնպես որ ամենևին հեշտ չէ, ես որքանով հասցրեցի դիտել թե իմ մասնակցությամբ խաղը եւ թե մյուսները, շատ կարեւոր է որոշ գործոններ, որոնց մասին չեմ ասի, որ իմ մրցակիցները, որոնք նույնպես շատ ուժեղ են, օգուտ չքաղեն, բայց ես հաստատ հետևություններ արել եմ։ Ես այսպես հասկացա, շատ լուրջ եք տրամադրվել եւ ճիշտ եք արել, որովհետեւ սա կիսաեզրափակիչ է, իսկ բոլոր մրցաշարում կա ընդունված կարծիք ամենադիտարժան, դրամատիկ խաղերը լինում են հենց այս փուլում։ Եթե պատրաստ եք ապահովել այդ դիտարժանությունը, ուրեմն ես հայտարարում եմ առաջին փուլի մեկնարկ։ Պատրաստ։ Գնացինք։ Հիշեցնեմ առաջին փուլի կանոնները, որոնք մի փոքր փոփոխվել են, քանի որ սա կիսաեզրափակիչ է։
այստեղ ամեն ինչ ավելի մեծ պատասխանատվության տակ է։ Ես ձեզ տալու եմ սխալվելու ավելի քիչ հնարավորություն։ Սովորական 20 հարցի փոխարեն ես հնչեցնելու եմ 10 հարց, եւ որպեսզի կարողանաք պահպանել առաջատարի դիրք, պետք է գրեթե չսխալվեք կամ շատ քիչ սխալվեք։ 10 հարց յուրաքանչյուրը պատասխանի 4 տարբերակով, մնացածն ամեն ինչ նույնն է, 4 տարբերակից մեկը ճիշտ է, ձեր առջև դրված գրատախտակների վրա գրելու եք տառը, խնդրում եմ գրել բավականին մեծ, ցուցադրելու եք այն տառը, որի տակ ըստ ձեզ ճիշտ պատասխանն է, եւ ամեն ճիշտ պատասխանի համար կվաստակեք 1 միավոր։ Եթե պատրաստ եք, ես կարող եմ ընթերցել այս փուլի առաջին հարցը։ Եվ այսպես, անցած դարի 90-ականների եւ 2000-ականների Բարսելոնայի որ հոլանդացի ֆուտբոլիստի մականունն էր հակագազ Վինսթոն Բոգարդի, Միքայել Ռայցիգերի, Ֆիլիպ Կոկուի, թե Ուդևեին Զենդենի։ Հայկ անգամ չի մտածում, իշխանը կարծես կողմնորոշվեց եւ Սամվելի։ Սպասենք հակագազ։ Խնդրեմ ձեր պատասխանները, 3-դ էլ կարծում եք, որ դա Միքայել Ռայցիգերն էր եւ շատ ճիշտ եք կարծում, որովհետեւ եթե նրան հիշում եք, ուրեմն լավ պատկերացնում եք ինչու էր նա գրում այդ մականունը։ Մեկական միավոր վաստակեցիք եւ շատ վստահ սկսեցիք այս խաղը։ Երկրորդ հարցը։ Ինչ չինարեն տերմինով է կոչվում չինական մարտարվեստերի հիման վրա ստեղծված առողջարարական մարմնամարզությունը։ Ուշու, վինչուն, ցիգուն, թայչի։ Շատ հետաքրքիր հարց է իմ կարծիքով, կասեմ ինչու։ Իսկ իշխանն ու Հայկը արդեն պատասխանել են, Սամվել։ Փորձում ես հիշել թե գուշակել։ Իրականում մի տարբերակն է ծանոթ ավելի, բայց կարծեմ ուրիշ բանի մասին է հեսա։ Կարծես ուրիշ բան է նշանակում ծանոթ։ Ժամանակ, Սամվել պետք է կողմնորոշվել եւ տեսնենք ինչ ես պատասխանում։ Տարբերակ G Ցիգուն կարծում է Սամվելը, իշխանը պատասխանում է D թայչի եւ Հայկը պատասխանում է B վինչուն։ Ինչու է այս հարցը այստեղ։ Եթե վերջին ամիսների ընթացքում հաճախ եք այցելում YouTube, ապա չի կարող ձեզ ծանոթ չլինել թայչի մարմնամարզությունը, որովհետեւ դրա գովազդը անընդհատ ընդհատում է այն ինչ մենք դիտում ենք, պետք է լինել ուշադիր, իշխանը կարծես հենց այդ սկզբունքով կռայց։ Թայչին է ճիշտ պատասխանը եւ Իշխան Մելքոնյանը 1 միավոր ստանում է այս հարցի համար։ Երրորդ հարցը. Որ եղբայրներն են միասին ավելի շատ գոլ խփել։ Էդգար եւ Գոր Մալաքյաններ, Արտավազդ եւ Արման Քարամյաններ, Սերգեյ եւ Նշան Էրզրումյաններ, Արամ եւ Արա Հակոբյաններ։ Հայկական ֆուտբոլ, ձեր հիշողությունները, գիտելիքները բոլոր մրցաշարերի մասին է խոսքը եւ երկու եղբայրների գոլերը գումարած, այսպես է հնչում հարցը։ Արամ եւ Արա Հակոբյաններ կարծում է Սամվելը, նույնը կարծում է Իշխանը, նույնը կարծում է Հայկը։ Իսկ ինչ սկզբունքով որոշեցիք, որ օրինակ Արտավազդ եւ Արման Քարամյանները ավելի քիչ։ Արտավազդը քիչ գոլեր է խփել, Արմանը շատ էր, բայց Արտավազդը ավելի շատ ասիստներ էր կատարում, իսկ Արամի եւ Արայի դեպքում ավելի շատ գոլեր էր։ Ես կասեի, որ երկու եղբայրներն էլ դարձել են Հայաստանի առողջության ռմբարկու, թե Արան եւ թե Արամը։ Արան նույնիսկ 1 տարի 45 գոլ խփեց, հետո ինքը գնաց արտասահման, այնտեղ շատ արդյունավետ միգուցե չէր որքան Հայաստանում, բայց Արամը տեղը հանում էր։ Բոլոր հիմնավորումները ընդունելի են եւ ճիշտ են, այո, Արամ եւ Արա Հակոբյանները ավելի շատ գոլ են միասին խփել, 3-դ էլ ճիշտ եք պատասխանում եւ մեկական միավոր եք վաստակում։ 4-րդ հարց. Ով է պատմության միակ եվրոպացին, որն օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել սեղանի թենիսի տղամարդկանց մենախաղում։ Ժան-Ֆիլիպ Գատիեն, Դմիտրի Օվչարովը, Յան Ուվե Վալդները, Ֆելիքս Լեբրենը։ Ընդամենը 1 եվրոպացի է հաղթել սեղանի թենիսի օլիմպիական մրցաշարում։ Մենախաղի մասին է խոսքը։ Ով է այդ եվրոպացին։ Համաձայն եմ, այստեղ խոսքը Արամ եւ Արա Հակոբյանների մասին չէ, միգուցե ուշակելով եւ ձեր պատասխանները Սամվելը կարծում է, որ Վալդները, Իշխանը կարծում է, որ Օվչարովը, իսկ Հայկը կարծում է, որ Գատիեն։ Եթե զուտ գուշակելով, ապա բախտը ժպտաց Սամվելին, այստեղ, որովհետև շվեդ Յան Ուվե Վալդները միակ եվրոպացին է, որը հաղթել է սեղանի թենիսի օլիմպիական մրցաշարի մենախաղում, մեկ միավոր Սամվել Սուքիասյանին եւ անցնենք 5-րդ հարցին։ Քանի անգամ է Եգիպտոսի հավաքականը հաղթել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկություն։ 7, 8, 9, թե 10։ Եգիպտոս, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկություն։ Կողմնորոշվեցիք։ Կարծես իշխանը մնաց պատասխանի
Սամվելը կարծում է 8 անգամ իշխանա եւ Հայկը կարծում են, որ 7 անգամ եւ ճիշտ են կարծում, այո, Եգիպտոսի հավաքականը 7 անգամ է դարձել այդ մրցաշարի հաղթող մեկական միավոր իշխանին եւ Հայկին։ Ինչ որ կերպ հիշում եք, թե զուտ կուշակ։ Ես 6 էի հիշում, բայց որ 7-ը տեսածեցի ուրեմն 7 կարա լինի։ Հասկանալի է, դա էլ է ընդունելի։ 6-րդ հարց։ 3 նետումով առավելագույնը քանի միավոր կարելի է վաստակել դարձում։ 160, 180, 200 թե 220։ Խաղացել եք դարձ։ Ոչ։ Ես դիտել եմ։ Դիտել։ Այո, ես հիշում եմ, դու դիտում ես։ Այ հիմա ուրեմն պետք է հիշողությունդ լարես եւ հիշես, քանի մասի էր բաժանված դարձի տախտակը եւ առավելագույն քանի միավոր կարելի է վաստակել։ Եվ ձեր պատասխանը Սամվել մնացիր դու։ Իշխանը արդեն որոշել է 180, Հայկը նույնպես ասում է 180 եւ Սամվելը մեզ ցույց է տալիս A տարբերակը 160։ Բաժանված է 20 մասի, յուրաքանչյուր մասը ունի կրկնապատկելու եւ եռապատկելու հնարավորություն, իսկ 20-ը եթե բազմապատկում ես 3-ով, ինչ է ստացվում մեզ մոտ 60 3 նետումով եթե 60 180 միավոր իհարկե սա ճիշտ տարբերակն է եւ Հայկն ու իշխանը ճիշտ պատասխանելով մեկական միավոր են գնում եմ տուն դարձ նայելու այո դարձ նայել միշտ պետք է որովհետեւ շատ հետաքրքիր 7-րդ հարցը հնչում է այսպես արգենտինական այս ակումբներից որն է ավելի շատ հաղթել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Boca Juniors, Estudiantes, Independiente, River Plate Հայկ միայն թե չասես որ հարավ-ամերիկյան ֆուտբոլի գիտակ չէ, բայց թեթև հետևում եմ։ Հետևում ես թեթև, այնքան թեթև, որ շատ արագ գրում ես պատասխանը այս հարցը։ Եվ տեսեք, որքան ճիշտ է կառուցում իր խաղը, Հայկը ցույց չի տալիս մրցակիցներին իր պատասխանը, որ չօգտվեն հուշումից։ Սամվելը պատասխանում է, որ River Plate էլ պատասխանում է իշխանը, River Plate էլ պատասխանում է Հայկ։ Փաստորեն Հայկ այդքան ուշադիր չես հետո։ Այո։ Որովհետև Independiente-ն ամենաշատը հաղթել արգենտինական ակումբներից ոչ ոք միավոր չստացավ։ Այստեղ այլ հարց է մյուսը, այստեղ պետք է որ ձեր գիտելիքը ավելի խորացված լինի։ Ինչպես է Քոնոր Մակգրեգորի երկրորդ անունը։ Էնթոնի, Էդվարդ, Ջոշուա, թե Ջեյմս։ Քոնոր ինչ որ անուն եւ Մակգրեգոր։ Շատ լուրջ հաշվարկներ են կարծես այստեղ թվեր եք գումարում, հանում բազմապատկում, ընդհանրապես անուն պետք է կռահել, եթե չգիտեք։ Ես մտածում եմ մեջներից որն է ավելի իռլանդական։ Որն է ավելի իռլանդական։ Դե այդ սկզբունքով ընտրիր մեկ տարբերակ, այդ ժամանակն է արդեն պատասխանելու։ Սամվելը արդեն պատրաստ է եւ ցուցադրեք, խնդրեմ։ Սամվելը կարծում է Էնթոնի, իշխանը կարծում է Էդվարդ եւ Հայկը կարծում է որ Ջեյմս է։ Դրա անունը ամբողջական անունն է Քոնոր Էնթոնի Մակգրեգոր Սամվել Սուքյասյանն է ճիշտ պատասխանում եւ նույնիսկ ասում է որ տպավորվել էր, այո։ Մեկ միավոր Սամվելին եւ նախավերջին հարց այս փուլի փորձեք չսխալվել։ Որ թվականին է հիմնադրվել Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների գավաթակիր Paris Saint-Germain-ը 1940, 1950, 1960 թե 1970։ Այս մեկը գիտեմ։ Այս էլ Սամվել, մրցակիցներդ արդեն կողմնորոշվել են, վստահ լինելով, որ գիտեն այս հարցի պատասխանը, իսկ ինչ ես դու մտածում։ Դու մտածում ես 1960 թվականին, իսկ իշխանն ու Հայկը վստահաբար գիտեին, որ 1970 թվականին է հիմնադրվել Paris Saint-Germain-ը եվրոպական ակումբներից, գրանդ ակումբներից, նույնիսկ ամենաերիտասարդն է կարելի բոլոր ասել։ իմաստներով ժամանակակից գրանդ։ Իշխանը եւ Հայկը մեկական միավոր այս հարցի համար եւ առաջին փուլի վերջին հարցն է։ Որ մարզաձևի տարատեսակն է նեթբոլը, հանդբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թե ֆուտբոլի։ Տեսնենք ինչ գիտեք նեթբոլի մասին։ Կան աշխարհում կորած մարզաձևեր իհարկե կամ անուններ, բայց տեսնենք Սամվելը կարծում է որ վոլեյբոլի տարատեսակ է, իշխանը գտնում է հանդբոլի եւ Սամվելի հետ համակարծիքի Հայկը որ վոլեյբոլի։ Եթե ասեմ որ նեթբոլ այլ կերպ կոչում են քորֆբոլ, դա ինչ որ բան կփոխի ձեզ։ Ոչ, իսկ դա բասկետբոլի տարատեսակ։ Բասկետբոլի նույնպես զամբյուղով, որը կախում են եւ մի փոքր այլ կանոններով փորձում են գնդակը հասցնել այնտեղ։ Միավոր չվաստակեցիք 10-րդ հարցի համար, առաջին փուլն ավարտված է, պայքարը մոտավորապես հավասար է, հիմա ամփոփ ենք առաջին փուլը։ Եվ այսպես, առաջին փուլում Սամվել Սուքյասյանը մեզ տվեց 4 ճիշտ պատասխան։
Հայկ Հովհաննիսյանը 5 ճիշտ պատասխան է տվել։ Իսկ առաջատարը Իշխանն է, Մելքոնյան 6 ճիշտ պատասխանով, այսպես ես ճիշտ ասացի, որ շատ մոտ եք միմյանց եւ այստեղ այդ չնչին առավելությունը նույնիսկ առավելություն էլ չես համարի։ Եթե առաջին կիսաեզրափակիչը դիտել եք, կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Այնտեղ ֆենոմենալ քամբեք ուղղակի եղավ։ Տեսնենք ինչ եք դուք պատրաստել եւ ինչ եմ ես ձեզ համար պատրաստել։ Երկրորդ փուլում կշարունակենք խաղն այնտեղ։ Մենք գիտելիգայում ենք շարունակում ենք երկրորդ կիսաեզրափակիչը եւ առաջին փուլից հետո շատ հավասար պայքար ունենք։ Իշխան Մելքոնյանը առաջատարի դիրքում է, բայց Հայկ Հովհաննիսյանը եւ Սամվել Սուքիասյանը նրան հետապնդում են, շատ մոտ են, այսպիսի առաջին փուլ ստացվեց, որը ինչ որ առումով նախավարժանք էր, ինչ որ առումով նախադրյալ ստեղծելու հնարավորություն։ Հիմա երկրորդ փուլն է, որտեղ ձեզ ամեն ինչ շատ ծանոթ է, արդեն մենք ունենք վիճականության նման ինչ որ արարողություն, 6 թեմա, որոնց շուրջ պետք է պատասխանեք տասնական հարցի, երկուական թեմա բաժին կհասնի յուրաքանչյուրի, տահավեց գնդակները, որոնք ինքներդ եք ընտրելու, եւ ես հիմա կարող եմ ասել, որ թեմաների շուրջ ենք այսօր խաղալու երկրորդ փուլում։ Նաև հիշեցնեմ, որ ամեն թեմայի հարցերին պատասխանելու համար դուք ունենալու եք 70-ական վայրկյան ժամանակ։ Եվ այսպես թեմաները. Ազգերի լիգա, միայն բռունցքներով, ամեն ինչ բռնցքամարտիկների մասին, վերհիշենք Կատարը 2022-ի մունդիալը, Աֆրիկայի ադամանդները, խոսքը Աֆրիկայի ֆուտբոլիստների մասին է։ Ճանաչենք մականուններով, ֆուտբոլիստների մականունների մասին է խոսքը եւ Ֆորմուլա 1։ Ինչ կասեք թեմաների շուրջ, կարծում եմ բավականին հարմար է։ Ես միայն չէի ուզի բռնցքամարտի վերաբերյալ, մնացած թեմաները կարծում եմ։ Մնացած թեմա, Սամվելը կարծում գոհունակությամբ բոլոր թեմաներին նայում է, այսպես։ Չէ, առաջի 3-ը ավելի հետաքրքիր է։ Առաջի 3-ը ավելի հետաքրքիր։ Իսկ գնդակները հերթականությամբ չեն դասավորված, այնպես որ դուք ինքներդ եք ընտրելու։ Իշխան, դու առաջատարն ես, առաջինը դու ես ընտրելու, խնդրեմ, մոտեցիր եւ ընտրիր առաջին թեման երկրորդ փուլի։ Ինչից խուսափում են սովորաբար Այնս տանում են, հա։ Ոչ, ազգերի լիգա։ Ազգերի լիգա, այս թեմայի շուրջ է խաղալու Իշխան Մելքոնյանը եւ տեսնենք որքանով է տիրապետում ազգերի լիգայի խաղարկությանը, շատ երիտասարդ մրցաշար, պետք է որ մոռացած չլինես, բայց ժամանակը այստեղ սահմանափակ է, դա միշտ պետք է հաշվի առնել։ Պատրաստ ես Իշխան։ Դե ուրեմն 70 վայրկյանը Իշխան Մելքոնյանի համար գնաց, որ հավաքականն է հաղթել ազգերի լիգայի այս պայծրությամբ առաջին եւ վերջին խաղարկությունում։ Պորտուգալիայի հավաքական։ Ճիշտ է, որ հավաքականն է ամենաշատը դուրս եկել ազգերի լիգայի խաղարկությունների եզրափակիչ։ Իսպանիա։ Ճիշտ է, ով է 19 գոլով ազգերի լիգայի խաղարկությունների լավագույն ռմբարկուն։ Քրիստիանո Ռոնալդո։ Ոչ Էրլինգ Հոլանդը, ազգերի լիգայի խաղարկության որ դիվիզիոնում է ամենաշատը հանդես եկել Հայաստանի հավաքականը։ Ցի։ Ճիշտ է, ազգերի լիգայի 2020-21 թվականների խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբում, որ հավաքականն էր Հայաստանի ընտրանում մրցակիցը, բացի Հյուսիսային Մակեդոնիայից եւ Վրաստանից։ Անցանք։ Էստոնիայի հավաքականը, ում գոլը Հայաստանի հավաքականին հաղթանակ եւ B դիվիզիոնի ուղեգիր պարգևեց ազգերի լիգայի 2021 թվականների խաղարկության C2 խմբի վերջին տուրում։ Տիգրան Բարսեղյան։ Ոչ Հովհաննես Ամբարձումյանի, ով է Հայաստանի հավաքականի միակ ֆուտբոլիստը, որը ճանաչվել է իր դիվիզիոնի լավագույն ռմբարկու։ Անցանք։ Յուրա Մովսիսյանը, քանի անգամ է ազգերի լիգայի խաղարկություններում մեդալ նվաճել Անգլիայի հավաքականը։ Ոչ մի։ Մեկ անգամ 10 գոլով այդ ֆուտբոլիստը Կոսովոյի հավաքականի լավագույն ռմբարկուն է ազգերի լիգայի խաղարկությունում։ Վեդատ Մուրիկի։ Ճիշտ է, եւ վերջին հարցը ես հասցնում եմ ընթերցել ազգերի լիգայի 2026-27 թվականների խաղարկության C2 խմբում, որ հավաքականներն են Հայաստանի ընտրանում մրցակիցները։ Չեմ հիշում։ Չի հիշում Իշխանը Չեռնոգորիայի, Կիպրոսի եւ Լատվիայի հավաքականների հետ կխաղա։ Մեր ընտրանին Իշխան պետք է իմանալ ում հետ է խաղում Հայաստանի հավաքականը։ Հիշողությունս դավաճանեց այս։ Այո, հիշողությունը այդպիսի բան է, դավաճանում է եւ Իշխանը մեզ տվեց 4 ճիշտ պատասխան։ Իշխան 10-ից 4 լավ չէ, բայց վատ էլ չէ։ Հաշվի առնելով, որ մրցակիցները եւս կարող են չփայլել։ Ես ենթադրում եմ, որ Իշխան մտածեցիր խոսքը միայն ազգերի լիգայի այն մրցաշարի մասն է, որտեղ խաղում են ուժեղագույնները հաղթողի կոչման։ Իսկ խոսքը ընդհանուր մրցաշարի մասին է։ Այսպիսի ծուղակներ եւս լինում են։ Հայկ, քո հերթն է ընտրելու առաջին թեման այսօրվա երկրորդ փուլի։ Տաքը ընտրի, տաքը։ Տաքը, այո։ Միշտ ընտրեք տաքը։ Ճանաչենք մականուններով։ Ճանաչենք մականուններով, շատ հետաքրքիր թեմա, այստեղ ամեն ինչ շատ արագ է ու պարզ։ Հայկ, ես կարդում եմ մականունը, դու ասում ես ֆուտբոլիստի։ Okay։
Ամեն ինչ շատ հեշտ, կարճ, ժամանակի խնդիր այստեղ պետք է որ չունենաս, ես հանգիստ հասցնելու եմ 10 հարց ընթերցել, մնում է պատասխանես ճիշտ։ Եթե պատրաստ ես, Պատրաստ եմ։ ես սկսեմ։ Ժամանակը Հայկ Հովհաննիսյանի համար գնաց։ Առաջին մականունը Գազա, Գասկոին, Փոլ Գասկոին ճիշտ է, Մեծատամ, Ռոնալդո, ճիշտ է, Շավա, Շևչենկո, ոչ Անդրեյ Արշավին, Վոլորիկ, Չիչարիտո, անուն ազգանունը, Խավիեր Հեռնանդես, ճիշտ է, Պոչիկ, Բաջո, ճիշտ է, Քնած հսկա, անցանք, Ռոման Պավլուչենկո, Տրակտոր, անցանք, Խավիեր Ձանետի, Մանկան դեմքով Մարթասպանը, Ինիեստա, ոչ Ուլե Գունար Սուլշեր, Շիկահեր Արքայազն, Պոլսկոլս, ճիշտ է, եւ վերջինը Մատադոր, Էդիսոն Կավանի, Էդինսոն Կավանի, սա ճիշտ պատասխանն է, շատ արագ հասցրինք 10 հարց ընթերցել, որոնցից ճիշտ պատասխանեցիր 6-ին։ Սա ավելի լավ է, քան իշխանի դեպքում, իսկ դա նշանակում է, որ on-line աղյուսակում բարձրացար առաջին տեղ, բայց դեռ չի խաղացել Սամվելը, որը միգուցե մեզ համար այսօր պատրաստել է թեմաներ են մնացել բավական։ 10-ից 10-ը, Սամվել։ Մոտեցիր, խնդրեմ եւ խնդրիր Թեմաներ քո կան, թեման։ որոնք գրեթե անծանոթ են, բայց Անծանոթ ոչինչ չկա քեզ համար, կարծում եմ, սպորտում, ուղղակի պետք է հիշողությունը լարել։ Ինչ թեմայի շուրջ է խաղում Սամվելը։ Ֆորմուլա 1։ Ֆորմուլա 1, Հայկը ժպտաց, Իսկանալով, որ ես այդքան նա լավ ծանոթ սպասում չեմ։ էր այդ թեմային, որովհետև կարծում եմ Ֆորմուլա 1-ի մասին գիտի ամեն ինչ։ Օ, չէ, ես գիտեի Սամվելը գիտի, Չէ։ Ահա, չէ, իսկ ես գիտեի։ Ես գիտեի իշխանը գիտի։ Հետաքրքիր, լավ, հիմա կպարզենք։ Դուք ձեզ համար եւս հաշվեք, քանի հարց եք պատասխանելու, իսկ ես Ֆորմուլա 1 եմ խաղում Սամվել Սուքյասյանի հետ։ Պատրաստ ես Սամվել։ Այո։ Ժամանակը գնաց։ Քանի Grand Prix է անցկացվում Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության 1 մրցաշրջանում։ 2։ Ոչ 24, մեկ Grand Prix-ի ընթացքում առաջինից մինչև որերորդ տեղը գրաված արշավորդներն են միավոր ստանում։ 10։ Այո, 10-րդ։ Ինչ է նշանակում Ֆորմուլա 1-ի մրցավազքի ընթացքում ցուցադրվող սև դրոշը։ Որ պետքա փոխեն ամադողերը։ Ոչ, արշավորդի որակազրկում։ Գերմանացի որ արշավորդն է Ֆորմուլա 1-ի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Միխայել Շումախեր։ Ոչ Սեբաստիան Ֆետելը։ Միխայել Շումախերից բացի ով է կրում Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-հակի չեմպիոնի կոչումը։ Ֆետելը։ Ոչ Լյուիս Հեմիլթոնը։ Քանի տարի անընդմեջ է Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել Մաքս Ֆերստապենը։ 3։ Ոչ 4, նա Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն դարձած միակ իսպանացի արշավորդն է։ Այդ գիտեմ։ Արագ Սամվել։ Բաց թող, եթե չես Անցանք։ հիշում։ Ֆերնանդո Ալոնսոն, որ թիմն է ամենաշատը հաղթել Ֆորմուլա 1-ի Ֆերարի։ աշխարհի Ֆերարի ճիշտ է, Ֆորմուլա 1-ի պատմության մեջ աշխարհի չեմպիոն է դարձել 3 ֆին արշավորդ՝ Կիմի Ռայկոնենը, Կեկե Ռոսբերգը եւ նա։ Հեյկինեն։ Միկա Հակինեն, ընդունում եմ եւ վերջին հարցը 1994 թվականի մայիսի 1-ին, որ Grand Prix-ն ողբերգական դարձավ բրազիլացի Այրտոն Սենայի համար։ Ֆորմուլա 1։ Որ Grand Prix, որ փուլը, Փարիզի։ ոչ, Սան Մարինոյում դա տեղի ունեցավ եւ Սամվելը մեզ տվեց 3 ճիշտ պատասխան Ֆորմուլա 1-ի եւ հաշվի առնելով, որ խուսափում է իր այս թեմայից, կարծում եմ պետք է շատ դժգոհ չէ։ Ալոնսոին գոնե կարող Այո, է Ալոնսոյի դեպքում միայն համաձայն եմ պետք է տալ Ֆերնանդո Ալոնսոյի անունը։ 3 միավոր Սամվել Սուքյասյանի ունեցած միավորներին գումարում ենք եւ երկրորդ շրջանն է սկսվում։ Երկրորդ փուլի վերադառնում է վիճակահանության գործընթացին իշխանը։ Խնդրեմ իշխան 3 թեմա է մնացել Աֆրիկայի ադամանդները, միայն բռունցքներով եւ վերհիշենք Կատարը։ Վերջինը կարծում եմ ամենացանկալին է իշխանի համար։ Այո։ Աֆրիկայի ադամանդները։ Աֆրիկայի ադամանդները։ Ունես 70 վայրկյան, դա քիչ չէ, բայց շատ էլ չէ։ Այնպես որ պետք է հավասարապես բաշխել ժամանակը եւ պատասխանների արագություն։ Պատրաստ ես։ Այո։ 70 վայրկյանը գնաց։ Որ երկրի նախագահը դարձավ 1995 թվականին ոսկե գնդակ նվաճած միակ աֆրիկացի ֆուտբոլիստը։ Լիբերիա ճիշտ է։ Նա կրում է ֆուտբոլի արքայի անունը եւ արքայի կարգավիճակ ուներ Գանայում 3 անգամ ճանաչվելով Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ։ Ռոժեր Միլա։ Ոչ Աբեդի Պելե։ Նա ռեկորդային 4 անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, բայց բավականին սկանդալային է իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել։ Սամուել Էտո։ Ճիշտ է, 2000-ականների կեսից նա այնպես փայլեց իսպանական Սևիլայում, որ 2007 թվականին ճանաչվեց Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ։ Ֆրեդերիկ Կանուտե։ Ճիշտ է, 1990 եւ 94 թվականների աշխարհի առաջնություններում կամերունցի այդ բեղավոր ծերուկը առավել շատ հիշվեց գոլերից հետո անկյունային դրոշակի մոտ իր էկզոտիկ պարով։
Ռոժեր Միլան։ Այո, ճիշտ է, Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստի քվեարկությունում նա 3 տարի անընդմեջ պարտվեց Սամուել Էտոին, բայց ի վերջո հաղթեց Կամերոնցուն 2006-ին։ Դիդե Դրոգբա։ Ճիշտ է, կարիերայի սկզբում այս ֆուտբոլիստը հանդես եկավ Դոնեցկի Մետալուրգում, բայց հետագայում այնպես փայլեց Եվրոպայում, որ 2000 Ինչպես Յայա Տուրե։ Յայա Տուրե ճիշտ է, Աֆրիկայում 2 անգամ լավագույնը ճանաչված այդ սենեգալցին ունի աշխարհի ամենահամեստ մարդկանցից մեկի Սադիո համբավ։ Մանե։ Ճիշտ է, Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում նա 2 անգամ անընդմեջ հաղթեց Սադիո Մանեին, իսկ հետո Մոհամեդ Սալա։ ճիշտ է եւ ես չհասցրի ընթերցել վերջին 10-րդ հարցը, բայց 9 հարցից իշխանը ճիշտ պատասխանեց, չեք հավատա, բայց 8-ին սա ֆենոմենալ ցուցանիշ է, եթե 10-րդն էլ հասցնեի ընթերցել միգուցե 10-ից 9 եւ դու կկրկնեիր միջև հիմա եղած ռեկորդը մեր հաղորդման Արամ Սահակյանին է պատկանում 10-ից 9 նա կարողացավ պատասխանել։ Ամեն դեպքում շնորհավորում եմ իշխան, ճիշտ պատասխան, սա փայլուն ցուցանիշ է այս փուլի համար եւ աֆրիկացիներին փաստորեն լավ ճանաչում ես։ Հայկ, շատ մեծ ընտրություն չմնաց, նույնիսկ փոքր ընտրություն մնաց, ես կասեի, տեսնենք ինչ ես ընտրում, միայն բռունցքներով թե վերհիշենք կատարը։ Սամվելը եւս սրտի Այո, որտեվ եթե երկրորդ թեման էլ տենց ընկնի, լավ չլինի։ Ինձ թվում է բրոնզկամարտը ավելի ցանկալի կլիներ այս բան։ Ավելի ցանկալի։ Վերհիշենք կատարը։ Վերհիշենք կատարը, եթե պատրաստ է Հայկ Հովհաննիսյանը, մենք սկսում ենք վերհիշել կատարը։ Թեման 70 վայրկյանը Հայկ գնաց։ Ով ճանաչվեց 2022 թվականի աշխարհայրության լավագույն երիտասարդ խաղացող։ Անցանք։ Էնցո Ֆերնանդեսը 3-րդ տեղի համար խաղում ինչ հաշվով Խորվաթիան հաղթեց Մարոկկոին։ 3-0։ Ոչ 2-1, Մունդիալ 2022-ում քանի հավաքական խմբային փուլում վաստակեց առավելագույն 9 միավոր։ 2։ Ոչ մի 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյոֆում որ հավաքականներին իրար հետևից դուրս թողեց պայքարից Մարոկկոյի հավաքականը։ Իսպանիա, Պորտուգալիա։ Ճիշտ է, ում պարտվեց Բրազիլիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնում Խորվաթիային, ճիշտ է, որ հավաքականների միջև մրցավեճը Մունդիալ 2022-ի քառորդ եզրափակում ստացավ լուսայելի ճակատամարտը անվանումը։ 100-ամյա պատերազմը որոշեց։ Ֆրանսիա, Անգլիա։ Ոչ Նիդերլանդերի եւ Արգենտինայի Կատարում խփած իր 7 գոլերից քանիսը Լիոնել Մեսին խփեց խաղից։ 2-ը։ Ոչ 3-ը Մունդիալ 2022-ի եզրափակիչ խաղի հետ խաղյա 11 մետրանոցների ժամանակ որ երկու ֆուտբոլիստները վրիպեցին Ֆրանսիայի հավաքականի։ Կինգսլի Կոմանը, Օրելիան Չուամենին։ Ճիշտ է, աշխարհի առաջնային եզրափակում հետրիկ գրանցած որերորդ ֆուտբոլիստն է Կիլիան Մբապեն։ Առաջին։ Ոչ երկրորդ 10-րդ հարցը չեմ հասցնում։ Ընթերցել Ջեֆրի Հըրստ կար 1966-ին Անգլիա հավաքական, ինչպես Մբապեն իդեպ իր գոլերից մեկը թե երկուսը չեմ խփեց լուրական գոլ էր։ Մեկը այո ուրվական գոլ էր։ 10-րդ հարցը չհասցրի ընթերցել, բայց դու ճիշտ պատասխանեցիր 3 հարցի եւ մի փոքր առաջ թողեցիր իշխանին, բայց դեռ հետ բերելու ժամանակ ունես, Սամվել։ Գիտենք ինչ է այստեղ։ Դու եւս լավ գիտես ինչ է այստեղ, բայց պետք է ցուցադրել ամեն դեպքում եւ կարծում եմ որ սա ամենավատ տարբերակը չէ քեզ համար, որովհետեւ շատ հետաքրքիր թեմա է։ Տեսնենք։ Միայն բռունցքներով Սամվել Սուքիասյանը պետք է բռնցքամարտիկների մասին հարցերի պատասխանի։ Սամվել, խնդրում եմ ուշադիր լսել հարցերը, եթե վստահ չես միշտ ապիր, սպասիր մինչև վերջ, թեև կարող ես զուգահեռ նաեւ ընթերցել։ Եվ այսպես, եթե պատրաստ ես Միայն բռունցքներով խաղում ենք Սամվել Սուքիասյանի հետ, ժամանակը գնաց։ Նրա իրական անունն Ավետիք է, բայց բռնցքամարտի շնորհիվ աշխարհին նահետի դարձավ այլ անունով ու կրճատված ազգանունով։ Արտուր Աբրահամ։ Ճիշտ է, 1996 թվականին նա Միացյալ Նահանգներին օլիմպիական բրոնզե մեդալ բերեց, իսկ պրոֆեսիոնալ ռինգից հեռացավ անպարտելի 50 մենամարտ 50 հաղթանակ։ Մուհամեդ Ալի։ Ոչ Ֆլոյդ Մեյվեդեր կրտսեր, ուկրաինացի այդ եղբայրները երկար տարիներ հավասարություն էին։ Ճիշտ է, ոչ հայկական ազգանունով այդ գյումրեցին Հայաստանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ պարգևեց Տոկիո 2020-ում։ Բաչկով։ Հովհաննես Բաչկով ճիշտ է, երկաթե, մանուկ դինամիտ, մոլորակի ամենավատ մարդ, այս բոլորը նրա մականուններն են։ Մուհամեդ Ալի։ Ոչ Մայք Թայսոն 1997 թվականին կայացած ռևանշ մենամարտում ում ականջը կծեց Մայք Թայսոնը։ Արագ Սամվել։ Եթե չես հիշում անցնենք։ Էվանդեր Հոլիֆիլդի պրոֆեսիոնալ ռինգում 62 հաղթանակ տոնելուց հետո նա զբաղվեց քաղաքականությամբ եւ հայրենի Ֆիլիպիններում հասավ մինչեւ սենատորի պաշտոնը։ Արագ, ժամանակը սեղմում է։
Անցնենք, եթե չես Չէ, հիշում, գիտեմ, Սամվել։ հիշում դրան է։ Մենի Պակյաո այևը Պակյաո։ հասցնում եմ հաջորդ հարցը եւս ընթերցել։ Ինչ էր Մոհամեդ Ալիի անունը մինչև մահմեդականություն ընդունելը։ Այդ գիտեմ է։ Սա թերևս ամենահեշտ հարցն է։ 3, 2, 1 չունես պատասխան Բան, ցավոք։ մեպե։ Սա բլից փուլ է, ես չեմ Թրավ կարող այդքան գլխից, սպասել, Սամվել, ցավոք։ Cassius Clay։ Cassius Clay, օրա։ Անունը եւ Պրեսկի 3 Deal ճիշտ պատասխան տվեց Սամվելը, թեև այստեղ համաձայնիչ կարող էիր ավելի, որովհետեւ հաստատ։ կային քեզ շատ ծանոթ Այո։ անուններ եւ հարցեր։ Այսպեսին ստացվեց մեր երկրորդ փուլը, որի արդյունքները, ինչպես նաեւ ամբողջ խաղի արդյունքները մենք հիմա կամփոփենք։ Պարոնեք, լուրջ փոփոխություններ մրցաշարային աղյուսակում, եկեք նախ երկրորդ փուլը ամփոփենք, այստեղ Սամվել Սուքյասյանը 6 միավոր վաստակեց երկու թեմայի հարցերը միասին վերցրած։ Հայկը 9 միավոր վաստակեց, իսկ Իշխանը 12 միավոր կարողացավ վաստակել։ Երկրորդ փուլում ընդհանուր երկու փուլերի արդյունքում պատկերը հետևյալն է. Սամվել Սուքյասյան 10 միավոր, Հայկ Հովհաննիսյան 14 միավոր եւ Իշխան Մելքոնյան 18 միավոր, Իշխանը ստանձնում է, ավելի ճիշտ մեծացնում է առավելությունը առաջատարի դիրքում եւ այսպիսի պաշարով նա գնալու է երրորդ փուլ։ Սա վերջին փուլն է, Հայկ Սամվել, եթե ցանկանում եք շրջանցել, հասնել գոնե Իշխանին, պետք է լարել ամբողջ ուշադրությունը եւ չսխալվել երրորդ փուլում, որը մեկնարկելու է քիչ հետո։ GoFM-ի YouTube-ի ալիքի եթերում Գիտելիգան է, խաղում ենք երկրորդ կիսաեզրափակիչը եւ Իշխան Մելքոնյանը մեծացրեց իր առավելությունը եւ բավականին հարմարավետ է իրենց գում առաջին տեղում։ Հայկ Հովհաննիսյանը նրան հետապնդում է 4 միավոր է հետ, իսկ Սամվել Սուքյասյանը 8 միավոր է առաջատարին զիջում այս պայծրությամբ։ Սամվել դա դատավճիռ չէ, ես վստահեցնում եմ, բայց դա ստիպելու է քեզ խորամանկել երրորդ փուլում։ Խորամանկելու ձևերը կարծում եմ արդեն գիտես մեր խաղում ինչպես են լինում։ Ես ամեն դեպքում հիշեցնեմ երրորդ փուլի կանոնները։ Դուք ունեք ձեր հատուկ թեմաները։ Եթե ձեր թեմայի հարցին ճիշտ եք պատասխանում, 1 միավոր եք ստանում։ Եթե ճիշտ եք պատասխանում չեզոք թեմայի հարցին, 2 միավոր եք ստանում։ Եթե ճիշտ եք պատասխանում մրցակցի թեմայի հարցին, 3 միավոր եք ստանում։ Այդ մարտահրությունը լավ կիրառեց առաջին կիսաեզրափակչում Գևորգ Ղազարյանը եւ կարողացավ բարձրանալ երկրորդ տեղ։ Կօգնի նրան դա դուրս գալ եզրափակիչ թե ոչ, կախված է ձեր խաղից։ Դուք ունեք նաև ձեր գույները։ Սամվել կանաչն է քո գույնը, Իշխան կապույտով է այսօր խաղում, Հայկ դու խաղում ես դեղինով։ Էկրանին քիչ հետո կբացվեն վանդակները, շատ կարճ ժամանակում պետք է փորձել հիշել այդ վանդակները, որոնք են ձեր գույները։ Եթե կհասցնեք, հիշեք նաև մրցակցի գույները։ Մոխրագույները չեզոք թեմայի հարցերն են։ Չեզոք թեման ես դեռ չեմ ներկայացնում, միջև այն կընտրվի, իսկ ձեր թեմաները հետևյալն են։ Սամվել Սուքյասյանի թեման է այսօր Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2012-ի ընտրական փուլում։ Իշխան Մելքոնյանը այսօր պատրաստել է Մունդիալ 2014 ձեզ համար։ Հայկ, սա ավելի հին է եւ քեզ համար ավելի հարմար կարծում։ Իսկ ինչ է Հայկ Հովհաննիսյանը պատրաստել։ Մրցավազք ֆիլմը, որը սպորտային ֆիլմ է, որը Ֆորմուլա 1-ի մասին է եւ գործ մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ արդեն կարող եմ շատ բան հուշել։ Այսպիսին են թեմաները եւ առաջատարը Իշխանն է, առաջատարի իրավունքով նա առաջինն է ընտրելու թեման, բայց մինչեւ այդ ուշադրությունը էկրանին, որ հիշեք ձեր գույները, խնդրեմ։ Մտապահեք, ֆիքսեք ձեր ուղեղներում այդ գույները եւ եթե պատրաստ եք Իշխան, խնդրեմ առաջին վանդակը կարող ես ընտրել դու։ 2, բացեք երկրորդ վանդակը։ Իշխանը վստահ է, որ այն կապույտ է եւ այն կապույտ է, այո, Իշխան Մելքոնյանը խաղում է իր թեման Մունդիալ 2014 եւ ես հնչեցնում եմ հարցը։ 2014 թվականի աշխարհի առաջնությունում որն էր միակ հավաքականը, որը Մունդիալներում նշեց նորամուտը։ Բոսնիա եւ Հերցեգովինա։ Անկամ մտածելու ժամանակ չուզեց Իշխանը, այո, իհարկե Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը նշեց իր նորամուտը, այդ Մունդիալում նորամուտ նշող հավաքական այլևս չկար։ 1 միավոր Իշխան Մելքոնյանը վաստակում է, շատ ճիշտ ընտրած թեմայի համար, ինչպես երևում է, եւ Հայկ քո հերթն է վանդակը ընտրելու։ 10-րդ վանդակը, խնդրում եմ, ցուցադրեք։ Այն դեղին է։
Այն դեղին է եւ Հայկ Հովհաննիսյանը խաղում է իր հատուկ թեման մրցավազք ֆիլմը։ Ծանոթ եք Իշխան Սամվել այդ ֆիլմին։ Ոչ ճիշտ ասած։ Դե Հայկը ուրեմն ճիշտ ընտրություն է կատարել, դուք նրա թեման չեք խլի այսօր վստահաբար։ Հայկ, հարցը այսպեսին է։ Մրցավազք ֆիլմում ով է կատարել Ջեյմս Հանթի կնոջ Սյուզի Միլլերի դերը։ Իհարկե հարցը չպետք է լիներ հեշտ։ Գիտեմ, մի վայրկյան։ Դերասանուհին գիտեմ։ Դե բնականաբար դերասանուհի է։ Հա։ Դա կարող եմ հաստատել։ House սերիալում էլ է խաղում։ House սերիալում էլ է խաղում, պնդում է Հայկը։ Իսկ ինչ է նրա անունը, Հայկ։ Ստված մոռացա։ 3 2 1 Անցանք, մոռացանք։ Olivia Wilde է նրա անունը, Հայկ։ Եվ ես վստահ եմ, որ դու գիտեիր, բայց չհիշեցիր այս բանը։ Միավոր չի ստանում Հայկը։ Եվ մենք անցնում ենք Սամվելին, Սամվել։ 6-րդ վանդակ։ Տեսնենք ինչ մարտավարությամբ է խաղում Սամվել։ Չեզոք թեմա է ընտրում Սամվել Սուքիասյանը, նա գնում է շատ միավորներ վաստակելու հետևից, իսկ հատուկ թեման այսօր մեզ մոտ կոչվում է El Guaje։ Գիտեք ով է El Guaje-ն։ Դավիթ Վիլյան է։ Դավիթ Վիլյայի մասին են չեզոք թեմայի հարցերը, Սամվել իսկ առաջին հարցը այսպեսին է։ Որ թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակում Դավիթ Վիլյան դարձավ գոլի հեղինակ։ 2010 2011 թվականին Բարսելոնան այն ժամանակ 2010-ին եզրափակիչ դուրս չեկավ։ 2011-ին Մանչեսթեր Յունայթեդին հաղթեց երկրորդ անգամ, Վիլյան խփեց 3 գոլերից մեկը, վերջինը մասնավորապես, եւ չկարողացավ Սամվելը միավոր վաստակել առաջին հարցից հետո։ Իշխան, վերադառնում ենք քեզ։ Ես կասեմ իմ սիրելի ֆուտբոլիստի թիվը համար 9։ Ով է քո սիրելի Կարիմ ֆուտբոլիստ։ Բենզեման։ Կարիմ Բենզեման 9-րդ վանդակը, խնդրեմ ցուցադրեք, այն մեզ մոտ նույնպես կապույտ է։ Իշխանը խելացի է վարվում, պահում է իր առաջատարությունը մեկական միավորով, բայց եթե իհարկե ճիշտ պատասխանի հետևյալ հարցին։ Ով ճանաչվեց 2014 թվականի աշխարհի առաջացան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իմ սիրելի ֆուտբոլիստի թիմակից Պոլ Պոգբան։ Պոլ Պոգբան, այո, այս թեման Իշխանի համար կարծես շատ ուսումնասիրված է, նա ամեն ինչ գիտի։ Պոլ Պոգբան ճիշտ պատասխանը եւս մեկ միավոր Իշխան Մելքոնյանին եւ Հայկ։ Չեզոք թեման բոլորը նույն բարտավարությունը։ Չեզոք թեման բոլորը նույն թեման են, նույն Վիլյայի մասին, համար 8։ Ուրեմն բացենք 8-րդ վանդակ։ Այո, Չեզոք է Դավիթ Վիլյայի մասին, հաստատորեն հիշել էի նաև մյուս գույները։ Շատ լավ է։ El Guaje թեմայից երկրորդ հարցը այսպեսին։ Քանի անգամ է Դավիթ Վիլյան դարձել Եվրոպայի չեմպիոն։ 1։ Վերջնական պատասխանն է։ Այո, 2008-ին 12-ին վնասվածք ուներ։ 2008-ին, այո, ճիշտ է, մեկ անգամ է դարձել Դավիթ Վիլյան, շատերի համար զարմանալի է ինչու նա չկար 2012-ին, բայց Հայկն արդեն ասաց, Դավիթ Վիլյան մեկ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն եւ 2 միավոր է վաստակում Հայկ Հովհաննիսյանը այս հարցին պատասխանելու համար։ Սամվել, Հայկը շատ լավ ցույց տվեց ինչպես է պետք, ավելի շատ միավորներ վաստակել, բայց ճիշտ պատասխանը պարտադիր է։ 1 Առաջին վանդակ։ Չեզոք է նորից Դավիթ Վիլյայից եւ այս թեմայից վերջին հարցը։ Պատրաստ ես։ Այո։ Ճապոնական որ ակումբում ավարտեց կարիերան Դավիթ Վիլյան։ Եվ այս հարցը միայն իմաստության վրա չէ, սա նաեւ դրամաբանություն։ Գամբա Օսակա։ Ընդունում եմ պատասխանը, որը ցավոք Վիսել Կոբե։ Այո, Վիսել Կոբե, որտեղ կարծես բույն էին հյուսել իսպանացի ֆուտբոլիստները, Ինեստան նաև այնտեղ խաղաց։ Վիսել Կոբեում ավարտեց իր կարիերան, Սամվել նորից միավոր չես վաստակում եւ վերջին շրջանը գնաց մեզ մոտ այս փուլում, այս խաղում ընդհանրապես Իշխան քո վերջին ընտրությունը։ Այս անգամ կընտրեմ Հայկի սիրելի ֆուտբոլիստի թիվը համար 7։ Համար 7։ Տեսնենք ինչ է 7-րդ վանդակում։ Ինցենդիան թիվն է Իշխան։ 7-րդ վանդակում այսօր քո վերջին հարցն է Իշխան։ Մունդիալ 2014-ից եւ հարցը այսպեսին է։ 2014 թվականի աշխարհի առաջնությունում ով էր Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Ես ճիշտ եմ հասկանում ով է։ Ես կարող եմ հուշել, որ մասնագետ է, որին դու շատ լավ գիտես։ Ես հասկացա ով։ Ավելին հուշել չեմ կարող։
Ավստրալիայի խաղերը շատ լավ եմ հիշում, խումբը Այդ դեպքում ինչու չես հիշում մարզչին, որը կանգնած էր Պայեստայինի նստանի առջև։ չգիտեմ, աշխարհի առաջնություններում աշխատած մարզիչներից մեկին ասեմ, շատ հաճախ Գուս Հիդինգ։ Այո։ Թե չէ։ Ոչ, Ոչ։ Գուս Հիդինգը չէր։ Դա մարզիչ էր, որը վերջին տարիներին շատ հայտնի դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայում իր աշխատանքով։ Տոտենհեմ Հոտսպուրը գլխավորելով մասնավոր։ Պետրեսկուն։ Պոստեկոգլուն Ավստրալիայի Կարելի է հավաքական գտնել։ գլխավոր մարզիչներ, այո, ես վստահ եմ, որ շատ երկար փորեիր հիշողությունը Չուզեցի ժամանակ շատ, բայց այսպես իշխանը չպատասխանեց այս հարցին եւ Հայկ քո վերջին հնարավորությունը ինչ որ բանից կարճելու։ Ես կարծում եմ, քեզ 3 միավորից բացի հիմա ոչինչ չպետք է հետաքրքրի։ Ինձ 1 միավոր է պետք իրականում։ 1 միավոր է արկա։ Դե քո հաշվարկը ուրեմն ավելի ճիշտ։ Ես հիշում եմ իմ բոլոր թիվերը եւ հիշում եմ, որ քառորդ եզրափակիչում ամենահեշտը վերջին հարցն էր իմ թեմայի, ուստի համար 12։ Համար 12։ 12-ը դեղին է, դա քո հարցն։ Եվ Հայկ Հովհաննիսյանի թեմայից երկրորդ հարց։ 1976 թվականի օգոստոսի 1-ին Նյուրբուրգի ծանր վթարից հետո առաջնության քանի փուլ բաց թողեց Նիկի Լաուդան։ Իմ հիշելով Իրոք դա 10-րդ փուլն էր 16-ից ինքը գնաց եկավ 2 փուլ խաղաց, մեկը երկուսի մասը 3 փուլ։ 3 փուլ պատասխանում է Հայկը, իսկ Լաուդան բաց էր թողել 2 փուլ։ Ընդամենը 2 փուլ եւ Հայկը վրիպեց իր հարցի պատասխանի ժամանակ։ Եվ մեր խաղը այս կիսաեզրափակիչը եզրափակում է Սամվել Սուքիասյանը վերջին փորձը 5-ը խնդրեմ բացեք եւ տեսնենք ինչ է Սամվելին բաժին հասնում։ Կանաչ, դա քո թեման է Սամվել։ Եվ Սամվել Սուքիասյանը իդեպ չէր խաղացվել քո թեման այս։ Ես Հայկինն էի ֆիքսել, որ իրանը հանգարց չընկներ, որովհետև հաստատ սխալ էի պատասխանելու այս դեպքում։ Մենակ դու չես տենց սխալ բան։ Նույնիսկ Հայկն է իր թեմայի շուրջ սխալվում։ Եվ այսպես հարցը այսպեսին է։ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում քանի գոլի հեղինակ դարձավ Արթուր Սարգիսովը։ 2։ Շատ վստահ, շատ արագ, շատ ճիշտ պատասխան է տալիս Սամվել Սուքիասյանը Սլովակիային եւ Մակեդոնիային։ 4 գոլերի 4 գոլեր, այո, երկու դեպքում էլ դա շատ հայտնի պատմություն էր։ 1 միավոր Սամվել։ Չգիտեմ ինչ կտա այդ 1 միավորը քեզ, բայց մենք հաշվարկը դրական էմոցիաներ։ Եվ կամփոփենք երրորդ փուլն ու խաղն ամբողջությամբ։ Երրորդ փուլում Սամվել Սուքիասյանը 1 միավոր վաստակեց։ 2 միավոր իշխանը, 2 միավոր Հայկը։ Ստատուս քոն ձեր միջև պահպանվեց, բայց սա բերեց մի շատ հետաքրքիր իրականության։ Սամվել Սուքիասյանն այս խաղն ավարտում է 11 միավորով եւ գրավում 3-րդ տեղը Սամվել ցավոք սրտի չկարողացար եզրափակիչ դուրս գալ, բայց ամեն դեպքում շնորհակալություն մեր խաղերին մասնակցելու համար։ Մենք քեզ միշտ կսպասենք մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Իշխան Մելքոնյանը հաղթեց մեզ մոտ 20 միավորով, իշխան շնորհավորում եմ։ Կարող եք ծափահարել մեր երկրորդ երաշխավորված մասնակցին եզրափակչի, իշխանը կարող է պատրաստվել արդեն մեր լիգայի գլխավոր հանդիպմանը, իսկ Հայկ Հովհաննիսյանը երկրորդ տեղը գրավում է 16 միավորով, իսկ ինչ է սա նշանակում առաջին կիսաեզրափակչում։ Երկրորդ տեղը Գևորգ Ազանը նույնպես 16 միավորով էր գրավել։ Որպեսզի պարզենք ով է ձեզնից լավագույնը եւ դուրս գալիս եզրափակիչ, Հայկի եւ Գևորգի միջև մենք կանցկացնենք լրացուցիչ մրցափուլ, հրաձգություն եւ նրանց միջև կկատարենք այդ ընտրությունը արդար խաղի միջոցով։ Իսկ ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Ձեզ Դուք գիտելիգայում եք եւ երբ ես ասում էի, որ կիսաեզրափակիչներում պայքարն ավելի թեժ է լինելու, այ սրա համար էլ ասում էի։ Երկու կիսաեզրափակիչների երկրորդ տեղերը գրաված մասնակիցները Գևորգ Ազարյանը եւ Հայկ Հովհաննիսյանը հավասար 16-ական միավոր վաստակեցին եւ նրանցից լավագույնին բարձելու համար մենք խաղում ենք լրացուցիչ փուլ։ Նորից ողջույն։ Ողջույն Հայկ։ Այսպիսի հավասար պայմաններում եք պայքարում եզրափակիչ դուրս գալու համար։ Այնտեղ են արդեն Արամը Սահակյան եւ Իշխանը Մելքոնյան, նրանց միանալու համար ձեզնից պահանջվում է մեր հրաձգությունում լինել ավելի արագ եւ տալ ճիշտ պատասխան։ Ես ընթերցելու եմ հարց։ Դուք լսելուց հետո հարցը ամբողջությամբ պետք է պարզեք մեծ մատ։ Ով առաջինը պարզեց, նա պատասխանում է։ Եթե ճիշտ է պատասխանում, հաղթում է եւ դուրս է գալիս եզրափակիչ։ Սխալ է պատասխանում, նույն հարցին կարող է պատասխանել մյուս մասնակից։ Բայց
Պահանջելու եմ, որ մատը ցուցադրելուց հետո պատասխանը հնչի անմիջապես։ Հասկանալի ամեն ինչ։ Я сам на готовку։ Այո։ Դե ուրեմն հնչում է հարցը։ Ինչ հաշվով ավարտվեց Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի 4-րդ տուրի Հայաստան-Անդորրա հանդիպում։ Առաջինը Հայկը պարզեց ձեռքը եւ հիմա Գևորգ։ Քո հույսը, որ նա այդ խաղի հաշիվը ստույգ չհիշի։ Իսկ Հայկը ասում է 4-0։ Հայկը ասում է 4-0 եւ դա իհարկե ճիշտ պատասխան է։ Գևորգը եւս գիտեր, բայց Հայկը հասցրեց։ Առաջինը Շնորհավորում եմ։ այսպիսի հետաքրքիր ոճով Հայկ Հովհաննիսյանը կորզեց ուղեգիրը եզրափակիչ հանդիպան։ Հայկ, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ցածկեցիր ավտոբուսի մեջ վերջին պահին։ Գևորգ, ցավոք սրտի, այսպիսի մի հետաքրքիր իրավիճակում դու ինքդ գրավեցիր երկրորդ տեղը կիսա եզրափակում, բայց հետո չստացվեց։ Ես տեղից գնում եմ գժական էմոցիաներով, շատ ուրախ եմ, որ տենց վերջին հատվածում play-off-ում ֆանտաստիկ պայքար էր Էրնեստի հետ ու ես շնորհավորում եմ Հայկին, հուսամ նա կհաղթի։ Վերջի ինքը ինձ հաղթել play-off-ում։ Բոլորը իդեպ պարտվողները այդ հույսը հայտնում են, որ չեմպիոնը իրեն հաղթող կլինի, որ գոնե հետո գլուխ գովալու առիթ։ Շնորհակալություն Գևորգ, խաղին մասնակցելու համար եւս մեկ անգամ Հայկ, շնորհավորում եմ, մենք դեռ կհանդիպենք եզրափակիչ խաղում։ Հարգելի հետևորդներ, սա երկրորդ կիսաեզրափակիչն էր, որը այսպիսի դրամատիկ ավարտ ունեցավ։ Առջևում եզրափակիչն է Արամ Սահակյանը, Իշխան Մելքոնյանը եւ Հայկ Հովհաննիսյանը պայքարելու են Գիտելիգայի առաջին եթերաշրջանի հաղթողի կոչման եւ մեր գլխավոր մրցանակի համար կհանդիպենք։